21 TV News-ին Սիրիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Մարիա Գաբրիելյանի փոխանցած տեղեկությունների համաձայն Հալեպում ռազմական գործողությունները կտրուկ սաստկացել են, նաև հայաբնակ թաղամասերի մոտակայքում։ Հրետանային հարվածների հետևանքով Շեյխ Թահա եւ Վիլաներ շրջաններում հայերի բնակարաններ են վնասվել։ Մեր հայրենակիցները պատասպարվում են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում։ Չնայած սիրիական բանակի Շեյխ Մաքսուդ եւ Աշրաֆիե շրջանները լքելու հորդորներին եւ շարունակվող կրակոցներին քաղաքում սննդի խնդիր չկա եւ առաջնային անհրաժեշտության խանութներն ու հիվանդանոցները շարունակում են աշխատել։ Բնակիչները իրավիճակը համարում են պատերազմական, քանի որ հրետանային հարվածներն ու հրաձգությունը քաղաքի կենտրոնում չեն դադարում։ Հալեպում երրորդ օրն է շարունակվում են կատաղի մարտերը սիրիական կանոնավոր բանակի եւ քրդական ուժերի միջև։ Ռազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում կան տասնյակ զոհեր եւ վիրավորներ։ Արձանագրվել է նաեւ շտապօգնության մեքենաների վրա հարձակման դեպքեր։ Սիրիայում իրավիճակի սրմանը զուգահեռ Թուրքիայի Վան եւ Նուսայբին քաղաքներում բռնկվել են բողոքի զանգվածային ցույցեր ընդդեմ Անկարայի կողմից իսլամիստական խմբավորումներին ցուցաբերվող աջակցության։ Թուրքիան փակել է սահմանային անցակետերը, կանխելով ցուցարարների փորձերը հատել սահմանը եւ միանալ Սիրիայի հյուսիսում ընթացող մարտերին։ Իրանում տիրող իրավիճակին արձագանքել է Պակիստանը։ Երկիրը վճռականորեն դեմ է Իրանի ներքաղաքական հարաբերություններում արտաքին ցանկացած միջամտության։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանը պատերազմին չի ձգտում, բայց պատրաստ է դրան։ Բանակցությունները կարող են սկսվել, երբ ԱՄՆ-ն ընդունի, որ Իրանի հետ թելադրանքի լեզվով չպետք է խոսի։ Մեր տարածաշրջանը կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ եւ երբեք այսքան մեծ չեն եղել սիոնիստական ռեժիմի սպառնալիքները, նշել է Արաղչին։ Այս ամենի ֆոնին Իրանում ցույցերը շարունակվում են։ Իրանի Քերմանշահ եւ Չենարան քաղաքներում ուժայինները կրակել են ցուցարարների ուղղությամբ, ինչի հետևանքով կան զոհեր եւ վիրավորներ։ Երկրի հարավարևմուտքում գտնվող Լորդեգան քաղաքում զինված ցուցարարները հարձակվել են ոստիկանների վրա։ Զոհվել է իրավապահ մարմինների 2 աշխատակից, 30-ը վիրավորվել են։ Ըստ տեղական Մեհր Նյուզի մի խումբ առևտրականներ փակել են իրենց խանութները եւ հավաքվել են փողոցներում։ Ցուցարարների ընդհանուր թիվը հասնում է մոտ 300-ի։ Մարդաշատ բողոքի ակցիաներին միացել են նաեւ այն քաղաքները, որոնք մինչեւ այժմ ակտիվություն չէին ցուցաբերում։ Մի շարք զինվորներ նույնպես միացել են անհնազանդությանը։ Երևանում է Իրանի փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ Ռավանչին Հայաստան-Իրան քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու համար հայտնել է մեր արտգործնախարարությունը։ Արարատ Միրզոյանը իրանցի դիվանագետին հավատացրել է, որ Երևանը մեծ կարևորություն է տալիս բարեկամ Իրանի հետ հարաբերություններին։ Ըստ էության դրանք ռազմավարական նշանակության հարաբերություններ են։ Նախագահ Փեզեշքյանը եւ վարչապետ Փաշինյանը պայմանավորվել են, որ այս տարի հայ-իրանական հարաբերությունները պաշտոնապես բարձրացնելու են ռազմավարական գործընկերության մակարդակ, ասել է Հայաստանի արտգործնախարարը։ Իրանցի բարձրաստիճան հյուրի հետ զրույցում խոսել են տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին։ Ենթակառուցվածքների ապաշրջափակումը տեղի է ունենալու հիմնարար սկզբունքների շրջանակում, ըստ պաշտոնական աղբյուրի ասել է Միրզոյանը Իրանի փոխարտգործնախարարին։ Անցած տարի դեկտեմբերին Իրանում Հայաստանի դեսպան Գրիգոր Հակոբյանի հետ հանդիպման ժամանակ այդ երկրի գերագույն հոգևոր առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Ակբար Վելայաթին հայտարարել էր, որ Իրանը դեմ է Ադրբեջանի երկու հատվածները միացնող տարանցիկ միջանցք ստեղծելու ԱՄՆ նախագահի ծրագրին։ Այն համարել էր սպառնալիք իր երկրի անվտանգության համար։ Իդեպ Երևանում այսօր տեղի ունեցած հանդիպման վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունում որևէ տեղեկություն չկա, արդյոք Հայաստանի արտգործնախարարն ու Իրանի փոխարտգործնախարարը խոսել են Իրանում տեղի ունեցող հակակառավարական ցույցերի մասին։ Հայաստանի վարչապետը մասնակցել է ԱԱԾ աշխատողի օրվան նվիրված միջոցառմանը։ Շնորհավորելով զինծառայողներին Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ-ն անվանել է պետության կարևորագույն անկյունաքար եւ անվտանգության ու սահմանադրական կարգի պահպանման հիմնական հենասյուն։ Փաշինյանը շեշտել է, որ պետությունը պետք է ունենա ամուր թիկունք, անկախ քաղաքական իշխանության բնույթից եւ բարձր է գնահատել ծառայության դերը տնտեսական անվտանգության ապահովման ու պետության հարատեվության օրակարգն առաջ մղելու հարցում։ Նա ընդգծել է, որ ծառայությունը պատվով է հաղթահարել նույնիսկ անհաղթահարելի թվացող բարդ իրավիճակները։ Պարտադիր չի, որ մենք թվարկենք, թե ինչեր է արել ազգային անվտանգության ծառայությունը։ Ընդհակառակը մենք ինչքան քիչ թվարկենք, որովհետև երբեմն ազգային անվտանգության ծառայությունը ոչ մի բաներ պետքա չառնի։ Իր ներկայությունը ուղղակի, իր ներկայությունը եւ իր ներկայությունից բխող ազդեցությունները պետքա բավարար լինեն։ Ասենք լավ ենք, լավ լինենք։
Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը տեղափոխվել է հիվանդանոց առողջական վիճակի կտրուկ վատթարացման պատճառով։ Նրա փաստաբանի փոխանցմամբ Ղուկասյանի ինքնազգացողությունը վատացել է, ինչից հետո անհրաժեշտություն է առաջացել նրան տեղափոխել հիվանդանոց։ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակի վերաբերյալ այլ հստակ մանրամասներ չեն հաղորդվում։ Ինքնազգացողության վատթարացումից բացի Ղուկասյանը պետք է փորձաքննության ենթարկվի, դատարանի որոշմամբ հայտնել է փաստաբանը։ Սրբազան պայքարի գործով հերթական դատական նիստը եւս լարված մթնոլորտում է անցել։ Նիստը աղոթքով սկսելուց հետո Բագրատ Սրբազանը դիմել է մեղադրող կողմին, ոչ հանելով ընտրություն կատարել իրավական եւ բարոյական հարթությունների միջև։ Նա շեշտել է, որ եթե մեղադրողները շրջանցում են իրավական կողմը, ապա պետք է գոնե տղամարդկություն ունենալ չշրջանցելու բարոյականը, իսկ եթե բարոյականն են շրջանցում, ապա պետք է խստորեն հետևեն իրավունքին։ Ուրեմն, եթե ձեզ դուր չի գալիս տղամարդ լինել չլինելու հանգամանք, ուրեմն մի եղեք։ Բագրատ Սրբազանը նաև իր որդոմունքն է հայտնել այն փաստի վերաբերյալ, որ 6 ամիս անց դեռևս չի իրականացվել որևէ ձեռագրաբանական փորձաքննություն, ինչը նա որակել է որպես անպատասխանատվություն։ Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատել է, որ Պաշտպանության նախարարության երկու տարբեր զորամասերի ծառայության պետը 2024 թվականի ընթացքում յուրացրել է շուրջ 160 միլիոն դրամ արժողությամբ 37 միավոր ջերմատեսիլ նշանոցներ։ Պաշտոնատարանձը պահեստներից հափշտակված թանկարժեք սարքեր է վաճառել է Երևանի մի բնակչի, դրանց իրական արժեքից մոտ 10 անգամ ցածր գնով 50-ից 450 հազար դրամով։ Հանցագործությունը քողարկելու նպատակով նա կազմել է պաշտոնական կեղծ փաստաթղթեր, իբր սարքերը սահմանված կարգով հանձնված են եղել։ Պաշտպանության նախարարության պաշտոնյան կալանավորված է։ Նրան մեղադրանք է ներկայացվել գույքի հափշտակության ու պաշտոնեական կեղծիքի հոդվածներով, իսկ սարքերի գնորդը մեղադրվում է հանցավոր ճանապարհով ստացված գույք ձեռք բերելու համար։ Ստամբուլում ուժեղ քամիները պատուհաս են դարձել տեղի իշխանությունների համար։ Տուզլայի շրջանի ծովափում բարձր ալիքների պատճառով մի շարք փոքր նավակներ վնասվել են, որոշները ջրում սուզվել։ Քաղաքում սաստիկ փոթորիկի հետևանքով ինքնաթիռը չի կարողացել վայրեջ կատարել եւ նորից երկինք է բարձրացել։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հերքել է այն տեղեկությունը, որ առգրաված Մարիներա նավթատարը պատկանել է Ռուսաստանին։ Դա ռուսական կեղծ նավթատար էր։ Այն վարձակալել է մասնավոր վաճառող Գանայի դրոշի ներքո։ Նա Ատլանտյան օվկիանոսում դրոշը փոխել է ռուսականի, երբ նրան արդեն ուղեկցում էր ԱՄՆ առափնյա պահպանության նավը։ Սպիտակ տունը հաստատել է նաև վենեսուելական Սոֆիա տանկերի կալանման մասին տեղեկությունը։ ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեքսեթը լրագրողներին պարզաբանել է, որ նավը կալանավորել են, քանի որ այն նավթ էր տեղափոխում, փորձելով շրջանցել պատժամիջոցները։ Stateless or